Հարցս հետևյալն է, այսօր բազմիցս եւ մի քանի անգամ տարբեր ավականոնիստերին լրատվական դաշտում անverջ մեկ հարցազրույց եք դուք հրապարակում եւ պետք է այստեղ արձանագրել, որ փաստացի մենք աշխատեցինք կանաչապատման հողակում երկար ժամանակ, կան եւ տենդերներ եւ տասնյակ միջոցառումներ, բայց միակ բանը, ինչու մեզ մեղադրում են, դա այդ մեկ հարցազրույցն է։ Եվ այն, որ ես բժիշկ եմ, առանց իմանալու, որ բնակավայրերի կանաչապատումը դա կոմունալ հիգիենայի խնդիր է, ինչին ես նվիրել եմ իմ կյանքի 25 տարին եւ դասավանդում եմ որպես դոցենտ Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենա էկոլոգիա ամբիոնում։ Դա քաղաքային կանաչապատումը ոչ անտառագիտություն է, ոչ էլ գյուղատնտեսությունը եւ ունի տասնյակ ուրեմն նրբություններ եւ բոլոր ստանդարտները, այդ շնուկերը, որոնց մասին այսօր խոսում էր պարոն Արեանը, դրանք բոլորը մեր գիտությունից են գալիս։ Մենք ենք ասում, որ ծառատեսակները պետք է տնկվեն փողոցներում ֆունկցիոնալությունը ապահովելու համար, իսկ որոնք պետք է տնկվեն պուրակներում դեկորատիվ էսթետիկ հատկանիշները ապահովելու համար։ Հիմա մեկ հարց, ինչը վերաբերում է ծառերի այս զանգվածային հատումներին, մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որ որևիցե ծառ չենք հատում, ունենալով միջազգային փորձագետների եզրակացություններ, որ նման վարակի պարագայում բազմաթիվ տարիներ խորհետ իրականացնելու հետ կապված դուք չեք կարողանալու կայունացնել վիճակը եւ պատրաստ եք բնակչությանը, որ միգուցե պետք լինի հատել ծառերը։ Այդ հարցազրույցը, որը դուք մշտապես ցիտում եք, այդ հարցազրույցը մենք տվել ենք, երբ որ 5 մահացած թեղիներ մենք հատել ենք Մաշտոցի պուրակում եւ այսօրվա տնօրենը մեզ ասում էր ինչի համար եք ծառ հատում, դուք պետքա բուժեք ամեն մլակի համար ծառ չեն հատում, բոլոր թեղիներն էլ հիվանդ են Երևանում։ Երբ որ դարձավ տնօրեն, մոտեցումը փոխվեց, բայց ի տարբերություն ներկայիս տնօրենի, մենք ծառ չենք հատել, մենք ծառերը բուժել ենք, գույքագրել ենք, գնահատել ենք, անձնագրավորել ենք, այդ թվում կենտրոն վարչական շրջանը։ Հարցս հետևյալն է. 2021 թվականին մենք ամբողջությամբ ավարտեցինք այսօրվա աշխատող գլխավոր դենդրոլոգի հետ միասին, ով Ագրարային համալսարանի դոցենտ է հանդիսանում, եւ մեր գույքագրած ծառերի մեջ մենք չունեինք հատման ենթակա հրատապ ծառեր, այն էլ փողոցի երկայնքով հազարավոր ծառեր։ Ինձ հետաքրքրում է, ինչ պատահեց 2023 թվականից ի վեր, որ արդեն բուժված թեղիները զանգվածային հատումների գնացին եւ ինչի հետ կապված, սա իմ կարծիքս չի, ես ձեզ պարոն Ավինյան բերեցի Ռուսաստանի Դաշնության ծառերի փորձագիտական կենտրոնի եզակի ԱՊՀ տարածքում կենտրոնի եզրակացությունը, ինչպես նաև Ֆրանսիայի լանդշաֆտային ճարտարապետության ասոցիացիայից եւ ԱՊՀ տարածքի Միջին Ասիայի երկրներից եզրակացություն, որ չի կարելի անել։ Այստեղ ավականու դահլիճում ես ելույթ եմ ունեցել եւ ասել եմ, որ մշտապես ասել եմ, որ ծառերը, թեղիները Երևանում խնդիր ունեն։ Ես դեմ եմ զանգվածային հատումներին, որտեղ սա բնակչության առողջության համար ուղի սպառնալիք է, ինչը մեր բնակիչները այսպես թե այնպես տեսնելու են։ Հիմա հարցս խնդրում եմ հարցից պատասխանի, եթե այստեղ բնապահպանության վարչության պետը, ով ի պաշտոնե պարտավոր է նաև ասել, ինչի համար չեն փակցվում իրազեկման ուրեմն այդ թղթիկները ծառերի վրա, ինչը մենք եւս ներդրել էինք այդ ժամանակ, ինչի են սկսել նորից խորհետի ենթարկել եւ խորհետը իրականացնում են, շարունակում են նույն մարդիկ, որոնք որ խրախուսել են։ Եվ եւս մեկ բան, պարոն Ավինյան, դուք երբ որ դուրս եկաք Մելիք Ալեք Մանուկյան փողոց եւ ձեր կողքին գլխավոր դենդրոլոգներ եւ նախկինում բուսաբանության ինստիտուտի տնօրենը, նրանք ձեզ ասում էին, որ ով ուզեց, տենց տետեց ծառերը փչացան, հիմա պետքա հատենք։ Մենք հանրայնացրել ենք, որ 2015 թվականին այդ նույն անձին հանդիսանում են ուրեմն խորհրդատուները, որ նախորդ քաղաքապետի այդ թվում եւ ձեր։ Ով է պատասխան տալու սխալ էի համար, որի արդյունքում այսօր մենք ունենք այս պատկերը։ Եվ խնդրում եմ նախորդ հարցին 21 թվականի հետ կապված պատասխան։ Տիկին Վարդանյան, մենք ձեզ չենք մեղադրում դրա համար, որ դուք մանկաբույժ եք, մենք ձեզ մեղադրում ենք քաղաքական կեղծավորության համար։ Մենք ձեզ մեղադրում ենք, որ դուք մի քանի տարի առաջ, ես չգիտեմ, դուք ձեր հարցազրույցը ինքնուրույն գոնե երկրորդ անգամ ինքներդ ձեզ լսել եք, որովհետև դուք մեկը մեկին
կրկնում եք այն թեզերը, որոնք որ այսօր մեր գիտնականները ասում են, այսինքն այդ 20 գիտնականները, ովքեր որ զբաղվում են այս հարցերով, ովքեր որ որոշում են, որ դեպքերում ինչ է պետք իրականացնել, ասում են այն, ինչ որ դուք ասում եք մի 5-6 տարի առաջ։ Եվ Տիկին Վարդանյան, այո, մենք դες մեղադրում ենք կեղծավորության մեջ, որովհետև գիտեք, երբ որ մարդ խոսում է մի բան, գիտեք, այնքան համապարփակ է խոսում, այնքան հիմնավոր է մատուցում նյութը, այնքան լավ է բացատրում, թե ինչու քաղաքի բոլոր թեղիները պետք է փոխարինվեն, ինչ խնդիրներ են նրանք առաջացնում, ինչ խնդիրներ ունեն, բոլոր տեսակների մասին խոսում է այդ խնդիրների, եւ դրանից հետո դառնում է ընդդիմադիր ավականու անդամ եւ իր խոսույթը 180 աստիճանով փոխում է Տիկին Վարդանյան, կներեք, թույլ տվեք ուրեմն ձեզ մեղադրել կեղծավորության մեջ, որովհետեւ դա բացարձակ քաղաքական կեղծավորություն է։ Տիկին Վարդանյան, ես չեմ ուզում վիրավորեմ, ես այստեղ վիրավորանք չկա, այստեղ կա քաղաքական քննադատություն։ Տիկին Վարդանյան, տեսեք, ես հասկանում եմ, որ դուք եղել եք կանաչապատման հողակի փոխտնօրեն։ Ես հասկանում եմ նաև այն հանգամանքը, որ այսօրվա կանաչապատման հողակի Երևանի քաղաքապետարանի Երևան քաղաքում կանաչապատման ծավալների արվող աշխատանքը շատ ակնառու են, բայց ես դες մի բան խորհուրդ կտամ, պետք չի խանդով վերաբերվել, դա մեր քաղաքի համար է արվում, դա երևանցիների համար է արվում եւ պետք չի այդտեղ անընդհատ փորձել համեմատվել, նամանավանդ եթե այդ համեմատության մեջ դուք միշտ պարտվելու եք եւ ընդհանուր առմամբ մի բան էլ քաղաքականության մեջ Տիկին Վարդանյան, սա որպես ընդհանուր խոսք ասեմ, քաղաքականության մեջ ամեն ինչ դուք ասում եք, այո, ձեր դեմ կարող է օգտագործվել, նամանավանդ, երբ որ դուք ասում եք ճշմարտություն, նամանավանդ, երբ որ դուք ասում եք բացարձակ ճշմարտություն, այդ ճշմարտությունը ամեն ձևով ճիշտ հիմնավորում եք եւ հետո գնում դրանից հետո 180 աստիճան այլ բաներ եք խոսում, երբ դու ուզում եք 20 անգամ ասեք, ուզում եք 500 անգամ ասեք, ոչ մեկ չի մոռանալու, որ դուք ասել եք ճիշտը 5 տարի առաջ, ասել եք հիմնավոր, ասել եք ամեն ինչ, ամեն հիմա ես կարող եմ իմ ելույթի փոխարեն ձեր ելույթը դնեի 5 տարի առաջվա եւ դուք ինքներդ ձեզ կհամոզեիք, որ 5 տարի առաջվա Տիկին Վարդանյանի ելույթը բացարձակ ճշմարտություն էր։ Պարոն Բեգոյան, ինձ թվում է ձեր որևէ բան ավելացնելու կարիքը չկա։ Դե Տիկին Վարդանյան, ախր հստակ ձեզ այսօր չի առաջանում։ Տիկին Վարդանյան, առաջանում է միակ հարցը, թե որն է ձեր օրակարգը, որովհետև Երևան քաղաքում 25000 նոր ծառ տնկած, 98% կպչողականությամբ, 7 անտառ տնկած, ոռոգման համակարգերը բոլոր տեղերում քաշած, այս արված աշխատանքը դուք ձեր իսկ հայտարարություններին հակադրվելով մի քանի կետով ուզում եք մեզ խոցացնել։ Էլա տեսնում եք, տարեց տարի, այդ դրան հավատացողների քանակը նվազում է։ Արձագանք։ Հաջորդ նիստին խոստանում եմ ուրեմն ձեր գլխավոր դենդրոլոգի եւ նաեւ գիտատեխնիկական խորհրդի նախագահի գիտական աշխատանքներից ցույց տամ, թե ինչ ծառատեսակներ չի կարելի տնկել Երևան քաղաքում։ Հենց այն ծառատեսակները, որոնք այսօր ընտրվում են, բազմիցս իմեջին հանրայնացրել եմ եւ հաջորդ ավականոնիստին նաեւ եւս մեկ անգամ հանրությանը կտրամադրեմ։ Հիմա հարցից պատասխան ես այդպես էլ չստացա 21 թվականին ամբողջությամբ գույքագրված կենտրոն վարչական շրջանում, որտեղ չկար հատման ենթակա ծառ։ Ինչ պատահեց ծառերին, որ 23 թվականից դուք սկսեցիք զանգվածային այդ ծառերը հատել։ Իմ հարցազրույցը արդեն ամբողջ Երևանը գիտի եւ լուրջ չի ընդունում։
Հասկանում եք, ինչքան դուք սկսում եք իմ դեմ աշխատել, այդքան մարդիկ ձեր հակառակորդները բավական շատ են Երևանում։ Նրանք սկսում են հասկանալ, որ ես ինչ որ մի բան արել եմ շատ լավ, ինչի դեմ դուք պայքարում եք։ Հիմա խնդրում եմ, հարցիս պատասխանը ինչ պատահեց ծառերին, որ նույն գլխավոր դենդրոլոգի օրոք, ով մինչև այսօր աշխատում է, ծառերի մեջ գույքագրված որպես հատման ենթակա ծառեր չեն, հիմա այդ ծառերը հատման ենթակա են եւ հատվեցին։ Պարոն Բեգոյան, խնդրում։ Տիկին Վարդանյան, նախ դրանք ես իմ որդավին գրված գրքերից հանված կոնտեքստից կտրած ինչ որ նախադասություններ են, որտեղ հաշվի արված չի գլոբալ տաքացում եւ այլն եւ այլն։ Այո, ժամանակին Երևան քաղաքում շատ բաներ միգուցե չեն աճում, ինչը հիմա աճում են, բայց ես պետք է խոսեմ նաև մի բանի մասին, պատասխանելով այդ հարցին, դուք մեզ մեղադրում եք թեղիները փոխարինելու համար ավելի արժեքավոր ծառերով, բայց ասում եք Մաշտոցի պուրակում, շատ լավ հիշեցրիք։ Եթե մենք թեղիները փոխարինում ենք, Տիկին Վարդանյան, դուք Մաշտոցի պուրակում Հայկ Մարությանի հետ միասին թեղիները կտրեցիք, հատեցիք, ունդ են seasons կներեք զեյթունա եւ չգիտեմ ինչ անով կաֆեները, այդ ձեր եւ Հայկ Մարությանի ձեռքի շնորհքն է։ Դուք ֆիզ գարադոկը, որը համարվում էր հատուկ պահպանման տարածք, այնտեղ էլ Հայկ Մարությանի հետ ոչ թե փոխարինեցիք, այլ կտրեցիք, վերացրեցիք եւ չգիտեմ 10 քանի հարկանի շենք կառուցեցիք։ Եվ պետք է ցույց տամ նաեւ Մաշտոցի պողոտայում, եթե կամերաները ցույց կարող են տալ։ Սա է ձեր տնկած սոսիները, ոչ ավել, ոչ պակաս։ Մաշտոցի պողոտայում սա է ձեր տնկած ծառերը իմիջիայլոց 5 տարի հետո, սա դուք տնկել եք 21 թվականին, ես սա նկարել եմ 3, 5 տարի հետո, ոչ ավել, ոչ պակաս, Աբովյան փողոցում։ Ուրիշ ավելացնելու բան չունեմ։ Արամ Թորոսյան։ Չէ, Արամ Թորոսյան։ 12 հեկտարը Տիկին Վարդանյան Եռաբլուրի ու դա մեր աշխատանքն է եւ ռոռոկման համակարգն ենք մենք քաշել եւ ծառերն ենք մենք տնկել։ Արամ Թորոսյան։ Շատ կարևոր է էլի, որ հարցերին կոնկրետ չի պատասխանվում, հետո ինչ որ ուրիշ բաներ են խոսում, պարոն Բեգոյան 2000 երբ եք դարել կանաչապատման հողակի ղեկավար, այն ժամանակ կան ձեր էջում էլ կա, ասում եք 5 տարուց պակաս ծառ չպետք է կտրվի, տնկվի, հիմա արդեն ինչ որ փոքր բաներ եք տնկում ու շատ փոփոխում եք, եթե տենց վարունգը բանս լավ չէր, հետո մի քանի ամիս աշխատել եք ինչ որ սենց նախ քաղաքապետին էլ այն ժամանակվա ուրիշ հարցերի շուրջ լիքը գովել եք եւ այլն, միջև ձեր դեմ ուրեմն որոշակի գործեր չհարուցվեցին, հետո նոր դառնաք թշնամի ու հետո սկսեցիք տարբեր բաներից խոսել, հիմա սա կարձագանքվի էս ամեն ինչին, բայց շատ ցայտուն է օրինակը ԿՊ ուրեմն բարձրաստիճան